տեսեք ես հիմա այդ հարցին կպատասխանեմ, որտեղ դա շահ կապված է մի քանի խնդիրների հետ։ Թե եկեղեցու վրա հարձակումը, եթե Թուրքիա գնալը դա ավելի փոքրիկ դետալ է, ավելի գլխավոր խնդիրը եկեղեցու վրա հարձակվելն է։ Հա, տեսեք, ես նշեցի, որ այսօրվա իշխանությունը հատկապես Նիկոլ Փաշինյանը ունի մի խնդիր վերարտադրվելու։ Ինքը ունի անվտանգության խնդիր, ինքը շատ լավ հասկանում է, որ իր հեղինակությունը անկում է ապրել 7 տարվա մեջ մարդիկ խորը հիասթափվել են իրենցից, ճիշտ է, եթե այն մարդիկ, ովքեր որ ընդդիմադիր էին ժամանակին, այն ժամանակ արդեն գիտեն, որ այս մարդուց լուրջ սпасել պետք չէ, բայց սովորաբար ժողովուրդները դանդաղ են մտածում եւ դանդաղ են գալիս այդ եզրակացության։ Դա բոլոր ժողովուրդներին է վերաբերում։ Հիմա մեր ժողովուրդը 7 տարվա ընթացքում արդեն եկել է եզրակացության, բացի դրանից ցանկացած իշխանությունից ժողովուրդը 7 տարի հոգնում է։ Տեսեք, օրինակ Տեր Պետրոսյանը կառավարեց 7 տարի, ժողովուրդը հոգնեց իրանից։ Ռոբերտ Քոչյանը 10 տարի կառավարեց, մարդիկ էլի հոգնել էին։ Սերժ Սարգսյանը 10 տարի կառավարեց, էլի հոգնել էին։ Այս մարդը 7 տարի կառավարել է, արդեն մարդիկ դա հա, ընդ որում ի տարբերություն նրանց, սա մեծ ավեր է բերել մեր ժողովրդին եւ նույնպես եմ կրկնում, այդ իմաստով, այդ ամենին գումարում է նաև հոգնածության խնդիրը։ Այսինքն բոլորի համար պարզ է, որ այս մարդը հեռանալու է իշխանությունից։ Դա հասկանում են նաև ԿՊ-ի շրջապատի մեծ մասը նույնիսկ։ Եվ իրանք էլ են մտահոգված այդ իրավիճակից։ Տեսեք, խոսքը Ալեն Սիմոնյանի մասին չէ, որտեղ դուք մենակ գիտեք Ալեն Սիմոնյանի մասին, մեկ էլ մի քանի հոգու մասին, որոնք կապ չունեն։ ԿՊ-ի մեծ մասը, իրանց վերնախավի եւ իրանց շարքերի միջին օղակի մեծ մասը, որոնք չեն խոսում բան դրա մասին, դու մենք չենք տեսնում, իրանց մեծ մասը հասկանում են եւ խորը մտահոգված են, թե ինչ է լինելու իրենց ապագայի հետ։ Այո, որտեղ մեծ հաշվով բոլորը հասկանում են, որ 26 թվականին մարդիկ գնալու են իրանց մերժելու են։ Հիմա ասում են, հիմա այս դիմադիր թեվում էլ կա տեսակետ, որ այ մենք քանի որ չունենք գլխավոր հերոս, որ կարող է դիմակայել սրան, իրանք էլ կա մտավախություն, որ կարող է պատահի ընտրություններում փաստացի իշխանությունը կարողանա վերարտադրվել։ Ոչ, իհարկե ոչ։ Գյումրիի օրինակը դա դասական օրինակ է, որ այն ժամանակ էլ չկար գլխավոր հերոս, բայց տարբեր հերոսներ իրար հետ միասին կարողացան կոնսոլիդացվել, որովհետև գյումրեցիների ճնշող մեծամասնությունը մերժում էր այդ բանը Փաշինյանի իշխանությանը։ Հիմա նույնը Հայաստանում է, ավելի վատ։ Հասկանում եք, Հայաստանի ժողովրդի այսօրվա դրության պաշտոնական տվյալներով եւ ոչ միայն տարբեր հարցումներով, նույնիսկ եվրոպական արևմտյան հարցումներով 42%-ը իմպերատիվ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հենց այսօր։ Այսինքն մարդիկ հենց այսօր պատրաստ են հրաժարվել, իսկ մոտավորապես 60-ից 65%-ը այլևս իրեն չեն տեսնում երկրի ղեկավար։ Սա իրականություն է, այսինքն հակա-ԿՊ-ական, հակա-նիկոլական մթնոլորտը պրակտիկորեն մեր հասարակության մեջ ձևավորված է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դա իրական փաստ է, եւ ինքը փորձում է գտնել տարբերակներ, թե ինչպես կարող է փոխել այդ մթնոլորտը, ինչպես կարող է իր ռեսուրս, իր վարկանիշը բարձրացնել։ Ինքը մտածել է, տեսեք, 21 թվականին ինքը այդ մուրճ ձեռը բռնած հայտարարեց, որ այդ նախկինները թալանչի են, այդ թալանի վրա օգտագոր աշխատացրեց եւ դա աշխատեց, չէ՞։ Այո։ Ահա, բայց Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ թալանի գործոնը չի աշխատում արդեն։ Ինչու՞։ Որտեվ քանի իրանք էլ են թալանի մեջ մտել։ Հասարակությունը, այո, հասարակությունը ասում է, քանի որ բոլորն էլ թալանի մեջ մտած են, արդեն հավասար են։ Հավասարի պայմաններում Նիկոլ Փաշինյանը ունի ավելի մեծ մինուս, որտեղ ինքը ի տարբերություն նախկինների ինքը բերել է անվտանգության խնդրեմ եւ Գյումրիի արդյունքը դա ցույց տվեց։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է եւ փորձում է նոր գործոն գտնել։ Այդ նոր գործոնը այն հույսը որ ունի, ինքը փորձում է Թուրքիային եւ Ադրբեջանին համոզել, որ ինձ պաշտպանեք վերարտադրության համար, որպեսզի ես էլ կարողանամ ձեր ծրագրերը կյանքի կոչել։ Ինչպես կարող են իրենք պաշտպանել։ Իրեն նվիրեն մինչև ընտրությունները խաղաղության թուղթը, խաղաղության պայմանագրի թուղթ, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ թուղթը ձեռը վերցնի Նիկոլ Փաշինյանը, գնա գյուղար գյուղ, ասի Ժորժ ջան, ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Իրականում դա խաղաղություն չլինելու, խաղաղության թուղթ է լինելու, ինքը հույս ունի, որ այդ խաղաղության թուղթով մարդկանց կհամոզի, որ եթե ինքը չլինի, ուրիշը գա կլինի անխուսափելի պատերազմ։ Եվ ինքը փորձում է համոզել Թուրքիային եւ Ադրբեջանին, որ իրենք էլ ասեն, որ եթե Նիկոլը չլինի, մենք կհարձակվենք Հայաստանի վրա։ Սա է իր հույսը։ Դրամա էլ նկատում եք, որ ինքը գնում է Թուրքիա, որ ինքը Թուրքիային ռևերանսներ է անում, որ իր կողմնակիցները, իր իշխանությունը Թուրքիայի հանդեպ ոչ մի թթու խոսք չեն ասում, նույնիսկ Ադրբեջանի մասին դրանով է պայմանավորված։ Իրենք ուղակի ոտով, գլխով կախված են Թուրքիայից եւ Ադրբեջանից, այդ թղթից են կախված։ Հիմա Ադրբեջանը տեսնելու, որ այս մարդը իր պատանդն է դարձել,
ինքը ասում է պարոն Փաշինյան, քանի որ դուք իմ պատանտն եք դարձել, դու իմ բոլոր պայմանները պետք է կյանքի կոչես։ Եթե հրապարակային կա երկու պայման, Սահմանադրության փոփոխությունը եւ Մինսկի խմբից հրաժարումը, ապա կա նաեւ ոչ պաշտոնական պայմաններ։ Ոչ պաշտոնական պայմանը A. Զանգեզուրի միջանցքը պետք է 10 ինց։ Ոչ պաշտոնական պայմանը է, որպեսզի ռուսական բազան պետք է դուրս բերվի Հայաստանից, որպեսզի հեշտ կարողանան կլանեն Հայաստանը։ Ոչ պաշտոնական պայման է, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Ասեմ ձեզ, որ մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե կարելի ասել բոլոր պայմաններից համաձայնվել է, բայց ինքը խնդրել է Ալիևից, որ դա հրապարակավ չլինի, որպես եթե ինքը հրապարակավ դա հայտարարի, ապա ինքը կորցնի հնարավորությունը վերարտադրվելու համար, ինքը պետք է կարողանա գոնե այս փուլում կարողանա խաբել ժողովրդին, որպեսզի կարողանա վերարտադրվել։ Սա է իր նպատակը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը այսպես հանդարտ պայմաններով գնա ընտրության, ինքը պարտվելու է։ Սա միանշանակ եմ ասում։ Բայց զարմանալի է, որ մեր հասարակության մի որոշակի շերտ կա, որ ինքը ստեյցիան չի հավատում դրան, ինքն էլ է մտահոգված, որ ընտրություններին կարող ենք մենք հասնենք։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Ընդ որում, այդ մի շերտը, որ մտահոգված է դրանով, ինքը ոչ մի ալտերնատիվա չէ պատկերացնում, թե ոնց կարելի է այս իշխանությունը փոխել։ Սա շատ ծիծաղել է, որովհետև տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ ընտրություններից դուրս հնարավոր է այս իշխանությունը փոխել ինչ որ մեկ նոր տրիգերով, չէ՞։ Տրիգերը երբ է եղել 22 թվականի դիմադրության շարժման ժամանակ, տրիգերը եղել է 24 թվականի այդ մայիսի ժամանակ, չէ՞, բայց այդ երկու տրիգերներն էլ ծննել է իշխանությունը։ Տեսեք, շատերը չեն նկատում, որ դիմադրության շարժումը սկսեց երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխել, իջեցնել։ Այդ ժամանակ առաջ ոչ է տրիգեր, արհեստական չէր, չէ՞ դա։ Եվ երկրորդ տրիգերը եղավ այն, որ Իրանցում ինքը հայտարարեց, որ մենք պետք է այնտեղ տարածքներ հանձնենք, էդի համարեց դեմարկացիա։ Հիշում եք այդ պատմությունը։ Էլի իրա կողմից դա առաջացավ։ Դա արհեստական տրիգեր դու չես կարող ստեղծես։ Արհեստական տրիգերը դա չի ընկալվում հասարակության կողմից եւ ոչ մի երկրում չի ընկալվում։ Բնական դա պետք է լինի։ Համաձայն եք սրա հետ դուք։ Հիմա տեսեք, Փաշինյանը մտահոգված է, որ փաստացի ընտրություններով ինքը պարտվելու է։ Մենք բոլորս լուրջ շրջանակները հասկանում ենք, որ դա էլ տենց էլ կա, որտեղ այն քաղաքական շրջանակները, որոնք ակտիվ աշխատում են ժողովրդի հետ, դա տեսնում են դա, որ դա տենց է լինելու։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ընտրություններից դուրս նոր տրիգեր սարքելու հնարավորություն ցավոք սրտի այսօր մենք չունենք, որտեղ աշխարհում բոլոր հեղափոխությունները կատարվում են հենց ընտրությունների ժամանակ։ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում կատարվեց ընտրությունների ժամանակ։ Առաջին հեղափոխությունը Ռուսաստանի կատարվեց ընտրությունների ժամանակ։ Նացիստները եկան իշխանության ընտրությունների ժամանակ։ Ղարաբաղ կոմիտեն եկավ իշխանության ընտրությունների ժամանակ։ Այսինքն բոլոր process-ները հենց ընտրություններն են դառնում տրիգեր մեծ փոփոխությունների համար։ Բոլոր ֆրանսիական հեղափոխությունը եղել է ընտրությունների ժամանակ։ Այսինքն չկա որևէ այլ տարբերակ, որտեղ ընտրություններից դուրս շատ քիչ դեպքերում է լինում, երբ որ տրիգերը առաջ գալիս, բայց ես չեմ բացառում, որ մինչև 26 թվականը այդպիսի տրիգեր առաջանա։ Ինչու՞։ Որովհետև տարօրինակ զարմանալի բան ասեմ, որովհետև Փաշինյանին իրան էլ շահավետ չի, որ հանդարտ պայմաններով գնա ինքը ընտրությունների, որովհետև հանդարտ պայմանը պարտվելու է։ Դե ինքը փորձում է մտածի, թե այնց ինչ որ պայման ստեղծի, որ այդ պայմանով ինքը դիրքային առավելություն ստանա, բայց քանի որ Ադրբեջանը ասում է դու պետք է իմ այս 6 պայմանները կատարես, եւ քանի որ միաժամանակ Բեռնում, Շվեյցարիայում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական կառույցների հետ կապված կոնֆերանս, որտեղ առաքելական եկեղեցին ներկայացրեց, թե ինչ վիճակի մեջ է եւ ըստ էության դա խիստ զայրույթ առաջացրեց ադրբեջանցիների մոտ, այդ ժամանակ Փաշազադեն հարված է միանգամից հարցակվեց հայ առաքելական եկեղեցու եւ հատկապես վեհապարի վրա, չէ՞։ Եվ Ալիևը, այո, եւ այդ ժամանակ Ալիևը ասեց Փաշինյանին ապացուցիր, որ դու անկեղծ ես մեր խնդիրները բավարարելու համար։ Ինքը ստիպված, որպեսի ապացուցի, որ ինքը անկեղծ է, ինքը հարցակվեց արդեն եկեղեցու վրա։ Ավելին, իրեն Թուրքիայում եւ Ադրբեջանում ասում են դու պետք է եկեղեցում փոխես ղեկավար կազմը, ձեր մարդկանց նշանակես, որպեսի մենք վստահենք, որ դու կարող ես վերահասկել Հայաստանի ժողովրդին, Հայաստանի հասարակությունը, որպեսի մենք քեզ կարողանանք նվիրենք այդ թուղթը։ Սա է ամբողջ խնդիրը, այսինքն իր հարցակումը եկեղեցու վրա, պայմանավորված այն գործոնով, այդ դա այդ պատվերն է, որ տված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որպեսի Փաշինյանը կատարի, եթե Փաշինյանը չկատարեց, կստացի, որ ինքը փաստացի չի կարողանում կատարի, կամ ինքը փորձում է խաբել Ալիևին։ Հիմա ինքը կհաջողի այս հարցում կկատարի, հաշվի առնելով նաեւ որ ինքը խումբ է ձևավորում նոր կատարում։ Տեսեք, Եվ արդյոք կտանի ինքը բախման հենց թեկուզ նույն
տեսեք, Սա եկեղեցին ահազանգում է առողջական ծրագրի համար։ տեսեք, սա նոր տրիգեր է, սա այդ նոր տրիգերը, որը շահավետ է Փաշինյանին, մեր քաղաքական դասը, քաղաքական վեհնախա պետք է պատրաստ լինի հակահարված տալ այդ process-ին։ Այսինքն սա յուրօրինակ նոր կիրանցի շանս է բացվում, օպերացիա է բացվում։ Այսինքն սա ոչ թե արհեստական տրիգերի դեր է, դա բնական տրիգեր է։ Եթե քաղաքական վեհնախավը կոնսոլիդացված կարողանա դիմակայել այս ամեն ինչին, ապա ես չեմ բացառում, որ մինչև ընտրությունները այս process-ների արդյունքում Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Այսինքն հեռացվի իշխանությունից, որտեղ եթե ինքը ստիպված պետք է կատարի Ալիևի Էրդողանի պահանջը վեհապարին հեռացնելու եւ ընդհանրապես մեր կրոնական վեհնախավը փոխելու հարցում, ապա բնականաբար դա խիստ բացասական է անցալվում մեր հասարակության կողմից, որտեղ հասարակության մեջ ընդամենը 10-11%-ն է Նիկոլի Վարկանիշը, ըստ արեմտյան նույնիսկ բանի հարցման, եւ մոտ 60% Վարկանիշ ունի եկեղեցին։ Իրանք հայտարարում են, ասում են, որ այդ նույն եկեղեցին չէր, որ ժամանակին կեղծիկները նախկին իշխանության բաներան բան, հա, ասեն, որ այն ժամանակ էլ այդ հեղինակությունը չուներ։ Այսինքն որ պահին որ եկեղեցին իրան ճիշտ ապահում հեղինակությունը բարձրանում է, որ պահին որ եկեղեցին ճիշտ չի պահում հեղինակությունը իջնում է։ Հիմա իր վարկանիշը բարձրացել է, որտեղ ինքն իրան ճիշտ ապահում եւ որի արդյունքում մեր հասարակության մոտ էլ իր վարկանիշը բարձրացել է, եւ ոչ մի տարօրինակ զարմանալի բան չկա։ Եվ քաղաքական վեհնախավի գլխավոր նպատակը պետք է լինի կարողանալ կոորդինացիոն համակարգ ստեղծել եկեղեցին պաշտպանելու համար։ Սա շատ կարևոր խնդիր է եւ ես կարծում եմ որ մոտ ժամանակներս կարող է այդպիսի խնդիր առաջանա եւ որ քաղաքական այն հատվածը, որը գիտակցում է այս խնդիրները, հասկանում է որ ըստ էության Փաշինյանին ստիպված կարող է ֆորս մաժորային process-ների տանի Հայաստանը, պետք է պատրաստ լինի կարողանա դիմակայել այս ամենը, այդ դիմակայության արդյունքում կարող է առաջանալ նոր ֆորս մաժորային process-ներ, որը կարող է արագացնի Փաշինյանի հեռացմանը, կարող է չառաջացնի, կարող է առաջացնի, այդ հարցը մենակ կարա process-ը ցույց տա, բայց այդ ամենը կախված է Փաշինյանի գործողություններից, ես դա նաև շատ կարևոր է որ ԿՊԱ-ականները հասկանան, որովհետև եթե իշխանությունը փոխվում է ընտրությունների արդյունքում, ապա իշխանության այն մեծ մասը 90%-ը, որոնք մտահոգված են իր կարգավիճակով, իրանք ըստ էության մեծ մտահոգություն պետք է չունենան։ Իսկ եթե իշխանությունը ինքն է սադրում ցնցումների արդյունքում իշխանապողությունը կարող է լուրջ խնդիր առաջացնել նաև բոլորի համար։ Եվ դրա համար ես ուզում եմ որ մենք ամեն ինչ անենք որ երկիրը զերծ պահենք ցնցումներից, բայց դա մենակ մեզանից կախված չի, դա հիմնականում կախված է Փաշինյանից, որը փորձելու է սադրել, որտեղ ինքը ուրիշ շանս չունի։ Ինքը շանս չունի, ինքը դրա համար ստիպված գնալու է այդ սադրանքի եւ մենք պետք է պատրաստ լինենք որ այդ սադրանքին դիմակայենք եւ հնարավոր է նաեւ դիմակայելու տրամաբանության տրամաբան կարող է ստիպի process-ը տանել որ մենք կարողանանք իրեն իսկապես վաղաժամ հեռացնել իշխանությունից։ Սա է հարցը։